Երեկ ուշ երեկոյան կալանավորվեց նախագահի նախկին թեկնածու բոլորին որպես էպոսագետ հայտնի Վարդան Սեդրակյանը։ Երևանի կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և Սեդրակյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու որոշում կայացրեց։ Ինչպես Ազատություն ռադիոկայանին տեղեկացրեց Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, իր պաշտպանյալը մեղադրվում է քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածով, այսինքն պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության համար, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով։ Ի դեպ, այս հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ 10-ից 15 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։ Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, ով երեկ է ներգրավել գործում որպես պաշտպան, մեծ զրույցում ասաց, որ Վարդան Սեդրակյանը չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը։ Ինքն ասում է, որ դա աբսուրդ է, որովհետև նման բան չի եղել։ Վարդան Սեդրակյանի խոսքերը փոխանցեց պաշտպանը։ Նշենք, որ էպոսագետն այս պահին գտնվում է Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։ Սեդրակյանը հրաժարվում է ցուցմունք տալ, քանի որ ինչպես փաստաբանն է ասում, առայժմ իրենց հայտնի չեն այն հիմքերը, որով Սեդրակյանին մեղադրում են։ Հասկանալի է մեղադրանքի էությունը, բայց հիմքերը չկան։ Այդ իսկ պատճառով պաշտպանական կողմն այսօր միջնորդություն է ներկայացնելու մեղադրանքի հիմքերը ստանալու համար։ Ինչի մասին պետք է ցուցմունք տամ, արդյոք ասում են դու արել ես, ասում եմ չեմ արել։ Չեն էլ ասում, այ արել ես, որովհետև սա, որ արդեն մտածի, ասի կարող է ճիշտ են ասում։ Իր դեմ ցուցմունքներ կան, Սեդրակյանի դեմ արդեն ցուցմունքներ։ Այ դրա մասին է խոսքը, Ռուզաննա ջան, այդ ամեն ինչը դա ցուցմունք է, թե ինչ է, սիոմկա է, թե ցանկացած ապացույց։ Դրանք հենց այդ իմ ասած մեղադրանքի հիմքերն են։ Դրանք իսկ ներկայացել որ կարողանան պաշտպանվել։ Եթե իմ մասին ինչ-որ մեկն է ասել, խնդիր չկա, ես իմանամ ով է ինչ ասել, որ նրան էլ կանչեմ փաղերես արձակնության։ Մեր խնդրանքով արձագանքելով Վարդան Սեդրակյանի կալանավորման փաստին նախագահի նախկին թեկնածու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ասաց, թե էպոսագետին չի ճանաչում, բայց եթե նա այդ գործերին խառն է, ուրեմն խառն է որպես միջնորդ։ Պարույր Հայրիկյանին հարցրեցինք, թե իր համար տարօրինակ չէ, որ նախագահի մի թեկնածուին կալանավորում են մեկ այլ թեկնածուի դեմ կատարված մահափորձի գործով։ Չէ, քանի քննություն անդանում եւ պատվիրված մահափորձ էր, ես ամեն բան, ամեն զարգացում հնարավոր եմ համարում, մանավանդ գիտեմ, որ այստեղ պատվիրատուները կարող են լինել կրկնակի, եռակի, քառակի քողարկված։ Հիշեցնենք, Վարդան Սեդրակյանը դեռևս նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ համոզմունք էր հայտնել, որ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո իրեն ձերբակալելու են Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի առնչությամբ։ Առայժմ պետությունից որևէ բանում չի մեղադրում եւ խորապես վստահ եմ, որ կմեղադրի ընտրությունները ավարտից հետո, երբ արդեն գրած կլինեն իրենց ցանկալի թվերը, գործընթացները կավարտվեն, միջազգային դիտորդները կհեռանան Հայաստանից, կներկայացնեն մեղադրանք եւ ձերբակալեն։ Նկատենք, որ Սեդրակյանը նման հայտարարություն արեց այն բանից հետո, երբ Հայրիկյանի դեմ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվեցին երկու անձինք՝ Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը, ովքեր ինչպես հետո պարզվեց, Սեդրակյանի ծանոթներն են։ Կամ իրենք ընդհանրապես դա չեն արել, ուղղակի շատ խոցելի են, օգտագործում են, կամ էլ իրենց նաև այդ ուղղորդել են այդ անելու։ Ասենք Խաչիկի մասով չեմ կարող ասել, ընդամենը մի տարի եմ ճանաչում, բայց Սամվելին փոքր երեխա ժամանակից գիտեմ, ինքը նույնիսկ բանակ չի գնացել։ Երևի զենքը հեռուստացիով է տեսել։ Ինքը շատ լավ արհեստավոր է, բայց որ այդ համ արծպանի չգիտեմ։ Սամվելը 8-րդ դասում չեմ հիշում, ավարտեց թե չէ։ Մեկը 8-ի B-ը ավարտել, մեկը 7-ի G։ Հիմա այս մարդիկ, որ հարցաքննում են, նրանք գոնե փաստաբան ունեն, որևէ կերպ նրանց իրավունքները որևէ մեկը կարողանում է այնտեղ պաշտպանել։ Նրանց ինչ ասես կգրեն, ինչի պետքա չգրեն։ Մեկը նենց լավ նստած է դեղերի վրա, որ կես ժամ ուշանա կգրի, այն մեկին էլ այնքան կծեցեն, ինչ ուզես կգրի։ Կհայտնաբերվի նաև խոսակցություններ, ձայնագրություններ հեռախոսային եւ այլն, ես արդեն որևէ բանի վրա չեմ կասկածում։